Դե նշում ենք էլի, երևի նշում են հետո մտածեցիք որ եկես։ Ակնհայտորեն հեգնան Շո պատրաստ եք, պարոն Ղազարյան, նախ չնայած ձեր ֆրակցիայից այլ անդամների լսել ենք, բայց կուզենամ ձեր տեսակետն էլ լսել։ Ինչքանով է արդյունավետ ամեն անգամ, երբ որ ԿՊԱ-ականները արդեն են, որ ասում ձեր տամարը մտել են, գտել են, որ հենց Կտրիչ Ներսիսյանն ասեն, դուք դմդմացնելու եք այնուհետև հեռանաք նիստերի դաշտին, ինչքանով է արդյունավետ սա շարունակել, սրանով արդյոք ԿՊԱ-ականները ամեն անգամ ձեզ հաստատիորեն չեն մղի, որ դուրս գաք նիստերի դահլիճից, երբ իրենց պետք է։ Նախ պետք է ասել, որ այն ինչ որ իրենք անում են եւ այն ինչ որ արել է երեք Նիկոլ Փաշինյանը, դա սադրանք է, որը գիտակցված սադրանք է, որը հանգեցնում է ազգային ժողովի բնականոն գործունեության խափանման, որովհետեւ ազգային ժողովի բնականոն գործունեությունը ենթադրում է բոլոր падգամավորների մասնակցությամբ նիստերի ընթացք, որովհետեւ մեր կանոնակարգով ասում է, որ ազգային ժողովի падգամավորները պարտավոր են մասնակցել ազգային ժողովի նիստերին, հանձնաժողովի նիստերին, լսումներին, այսինքն նիստերի մասնակցել ըստ էության մեր պարտականությունն է։ Բայց դրա հետ միասին նախագահողի վերադրված է ֆունկցիա, որ ինքը պետք է ապահովի բնականոն ընթացքը։ Այսինքն, եթե նիստերի ընթացքում հնչում են վիրավորանքներ, հնչում է անհարգալից վերաբերմունք, հնչում են ելույթներ, տեսակետներ, որը վիրավորում է մյուս падգամավորների, մեծամասնության, հասարակության զգացմունքները, տվյալ դեպքում նաև կրոնական զգացմունքները, նիստը նախագահողը ինքն է պարտավոր ընդհատել ելույթ ունեցողին եւ կարգի հրավիրել։ Առավել եւս ոչ падգամավորներին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կանգնած այս օրերին իր գործատուի առաջ։ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ պետք է դառնա լիարժեք։ Միայն այն պահից, երբ որ ազգային ժողովը հավանություն կարժանացնի գործունեության ծրագրին, որովհետև հավանություն չարժանացնել նշանակում է վարչապետին հեռացնել պաշտոնից։ Այսինքն ինքը պետք է հասկանա, որ ինքը գտնվում է իր գործատուի առջև, այն մարդկանց առջև, ովքեր պետք է որոշեն ինքը որպես վարչապետ պաշտոնավարի թե չէ, եւ նա պարտավոր է падգամավորների նկատմամբ ցուցաբերել ընդգծված հարգալից վերաբերմունք եւ իմանալով, որ Վեհափառ Հայրապետին Ավազանի անունով դիմելը վիրավորում է հայ ժողովրդի, ողջ քրիստոնյա հայ ժողովրդի հոգեվոր զգացողությունները եւ դիտավորյալ, ընդ որում արժանանալով նաեւ որոշակի բոյկոտի քայլերի, չէ, այսինքն մեր կողմից անհանգստության նշանների, նա նորից սադրում է մի քանի անգամ, բազմակի անգամներ այդ եզրույթը կրկնելով, դա ուղղակի սադրանքի դեր, ասենք մեր համար էլ դժվար չի, չէ, ամեն անգամ իր անունը տալու փոխարեն ասել Ալաշուքյուր Փաշինյան։ Չէ, իր Ավազանի անունով։ Մենք կարանք Փաշինյանին դիմենք իր Ավազանի անունով։ Ալաշուքյուր Փաշինյան, ու ասենք ամեն նման դեպքերում մենք ասենք Ալաշուքյուր Փաշինյան։ Իմիջիայլոց Փաշինյան եւ Փաշ կարող է նույնիսկ բարձրի որ նույնն է, ընդ կարող է բարձրի սխալել չկա։ Բայց ամեն դեպքում մենք դա չենք անում, որովհետեւ մենք եկել ենք ազգային ժողովի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով, այլ ոչ թե, այսինքն այստեղ եւ իր վարքագիծն է, որը բացարձակ հակադիր է հանրային ծառայողի էթիկայի նորմերին եւ նաեւ նախագահողի թուլությունն է, թերությունն է, որ չի կարողանում նիստերը նախագահել բնականոն ընթացքով, ինչը հանգեցնում է ազգային ժողովի գործունեության ըստ էության տապալմանը։ Պարոն Ղազարյան, ինչ մեկնաբանություն կտաք այսօր առավոտից Ռոբերտ Քոչարյանի եւ իր ողջունների, նաեւ Լևոն Քոչարյանի տիկնոջը անկերությունում տանը իրականացող կազմակերպություններին, ձեռքապահությանը, այն բանից հետո, երբ որ երեք Նիկոլ Փաշինյանը հարցրեց դուք ինչի եք միլիոնատեր, եւ Լևոն Քոչարյանն ասաց, որ դուք չպետք է հաստատի ժառանգեք այն միլիոնները, որը իբրև թե ձեր հայրը անայրուսական խաբարկածը խախտելով ձեր հայրը թալանել է եւ դիզել է։ Նախ ուզում եմ ձեր ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ այս պահը, մինչ այսօր ազատության մեջ գտնվող Արցախի միակ նախագահն էր։ Արցախի մյուս նախագահները ձերբակալված են, գտնվում են Բաքվի բանտում, նրանք դատապարտվել են եւ նախագահ Քոչարյանը, որպես Արցախի հանրապետության առաջին նախագահ, Արցախի ղեկավարներից միակն էր, որը գտնվում էր ազատության մեջ։ Իսկ ինչ իսկ կարծում եմ, որ նրա ձերբակալությունը պայմանավորված է այդ հանգամանքով, որ երեք այստեղ հնչեցվեց Հայաստանի Հանրապետության գործող պետությունը, մեր պետությունը տապալելու հանցավոր մտադրության մասին, այն պայմանականորեն ավանելով 4-րդ հանրապետության ստեղծման ազդարարում, ինչը որ
իրավաբանորեն չի կարող առհասարակ գոյություն ունենալ։ Դրա հետ միասին նաև խոսվեց Արցախի առհասարակ դրա հիշողություններից հրաժարվելու մտադրությունների մասին եւ այդ համատեքստում կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ իրականացում են ապօրինություն։ Իսկ ինչ վերաբերվում է հալան, ապօրինի հարստություն եւ այլն, դրանց պետք է հիշեցնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ հիմա 2018 թիվը չի, որ ինքը արդեն 8 տարի Հայաստանի ղեկավարն է եւ 4-րդ ժամկետում է Հայաստանը ղեկավարում։ Ինքս թե կառավարության ծրագիր է ներկայացրել 4 անգամ, տենց Հայաստանի պատմության մեջ տենց ղեկավար չի եղել։ Հայաստանի բոլոր նախագահները 2 ժամկետ ղեկավարելու հնարավորություն են ունեցել։ Ինքը 4-րդ անգամ է գալի ու այսօր նենց է խոսում, ոնց որ առաջին անգամն է։ Ինքը եկել է արդարություն հաստատելու, թալանը։ Մենք արդեն հիմա մտածում ենք իրանց թալանածը ոնց պետք է հետ բերենք։ Այդ իրանց 8 տարիների, որը հսկայական թալան է։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Սրանց տարած այս պրեմիամ ռեմես, որ ասում են, Ելեմա դրանց գույքի եկամուտների հայտը ասում չեմ դիզել, այդ ինքնա չի ասում, բայց այդ քննիչը պետք է ասի։ Վահագն Ալեքսանյանն օրինակ ասեց, օրինակ ինձ ասենք բռնեցին։ Այդ ինչ եմ ես արել, Վայ քո տունը շինվի, վայ քո տունը շինվի։ Հələ Տոմատ Ղազյան այդ գանելի դատախազ տենան Վահագն Ալեքսանյանը, կներեք, Վահագն պիտի ասեմ էլի են Եղեգան փողծուխ ելաները։ Հա։ Պարոն Ղազարյան, լավ հիշեցրեցիք, հա, 3 Հələ Տոմատ Այսինքն կգտնեք։ Լսեք, ես ձեզ հիմա ասում եմ, ես որպես պատգամավոր են իմ վրա, ես ոչ տներ եմ դիզել, ոչ այդ տունը, որ առել է, բանը հորից է ժառանգություն ստացել։ Հիպոթեկով։ Հա, հիպոթեկը բայց ո՞նց է ալնում, որ մինչև պատգամավորը իրան ոչ մեկ հիպոթեկ չէր տալի։ Հիմա են տալի։ Ասենք որևէ բանկ, բոլորս էլ բանկերի հետ առնչվել ենք, վարկեր ստացել ենք, չէ՞։ Որևէ բանկ կարա 20 տարով վարկ տրամադրի մի վարկառուի, ում աշխատանքային պայմանագիրը 3 տարի է։ Բայց որ ասում են բանկն է տվել, բայց գիտեն մենք չենք նայում, թե հատկապես այդ որ բանկն է իրանց հիպոթեկերը ֆինանսը, ոնց որ թե Հայ-Էկոնոմ բանկն է։ Բայց Հայ-Էկոնոմ բանկի սեփականատերն ով է, անցած գումարմանը ստեղ պատգամավոր էր, թե պատգամավոր չէ։ Հիմա պիտի հասկանանք դա հիպոթեկ է, թե ուղիղ ֆինանսավորում է, որտեղ բանկի վարչությունը ցանկացած պահի կարա ների, չէ՞, վարկառուին վերցրած վարկը։ Իսկ մենք գիտենք իրանք դες պայմանավորվածություն ունեն, թե չունեն։ Կարծում եմ, որ պիտի ունեն։ Վահագն Ալեքսանյանը, եթե ուզում իմանա ինքը ինչքան փող է տարես պետությունից, ես պարզ վարություն եմ առաջարկում։ Վերցնում է պետական պաշտոն զբաղեցնողների անձանց վարձատրության մասին օրենքը, նայում է այնտեղից ինքը ինչքան աշխատավարձ պիտի ստացած ելներ 18 թվականից մինչև հիմա, ամսական կարծեմ 500 քանի հազարա, 661,000-ը մինուս հարկերը։ Եվ տեսնի թե ինքը ինչքան է փաստացի ստացել, այդ տարբերությունը ինչ որ ինքը հանի, դա այն բանը ապօրինի հարստացումն է, որ իրենք տարել են այս պետությունից։ Պատգամավորի պարգևավճար օրենքը չի նախատեսում։ Օրենքը պարգևավճար նախատեսում է բացառապես ծառայողների ազգային ժողովի աշխատակազմի աշխատողը կարա ստանա պարգևավճար։ Դա էլ բացառիկ դեպքերում ըստ իր կատարողականի արդյունքների վերադասի կողմից գնահատման դեպքում։ Քաղաքական որևէ պաշտոնյա նախարար կլինի, պատգամավոր կլինի։ Ես հիմա որ մեր խմբակցությունը հայտարարել է, չէ՞ որ պարգևավճար չենք ստանալու։ Դա ոչ միայն չպիտի ստանանք, այլ հենց այդ փողը մեզ տրի մենք դրանց դատի տանք տվողին։ Ես ի՞նչ եմ արել որ դու ինձ պարգևավճար ես տալի։ Անպայման, որովհետև պատգամավորը չի կարա ստանա, օրենքը թույլ չի տալի։ Իսկ իրանք են կանեն, իսկ այս Սրբին Գայլանին հարցվեն, ասում են ինչքան պարգևավճար ես, ասում չեմ անում 7 միլիոն 8, ասեք կոպեկներ էլ 1 միլիոն էսիա, 1 միլիոն էյան, ասկի չի էլ հիշում ինքը։ Ստացել է, չի ստե հիմա կնայ էլի հաշվին, ասեք կոպեկա գցած է էլի հիմա, ասենք ինքը $200,000 ինչ է իր համար մի հատ տուն որ չլինի Ալիևի համար սահմանադրություն գրող աղջիկ, ասեք Ալիևն է դոլարով միլիարդատեր, ասեք ի՞նչ պրոբլեմա։ Վարձատրությունը աշխատանքի դիմաց։ Բայց սա ապօրինի հարստացման կոնկրետ փաստեր են, որը պիտի հələ հետ գա։ Ձեզ հիմա ասում են, հեսա օրենքի մեջ ենք մտցնելու պարգևավճարները, տեսնենք ոնց եք հրաժարվելու դրանից։ Իրավունք չունեն, ոչ մի հանրային ծառայող չի կարող ինքն իր վարձատրությունը բայլավելու մասին օրենք ընդունել։ Այսինքն, եթե հիմա օրենք ընդունվի, դա պետք է վերաբերվի հաջորդ գումարման ազգային ժողովին։ Գանք բանակին, ծառայության ժամանակ քնելը,
Երեք մեկնաբանները խաղաղությունը դրա համար չեն քնում, դրա համար են քնում հիմա, իսկ առաջ վախենում են, որ թշնամի կկրակի։ Դե իր տրամաբանության որ նայես, այդ բանակ պետք չէ։ Դա վախ ընդհանրապես ինչ որ խաղաղությունա չեն գնում բանակ։ Ասեք իզուր տեղը հել եմ գնում են պետության հաշ, խաղաղություն այնա տունը քո համար քնեն չի պետք է մահվան դեպքեր լինի, էլի։ Այս դրանց ասած է հեսա, չէ՞ խաղաղություն, հա։ Էլ մեզ բանակ պետք չի գրել է ծրագրում։ Ասում է բանակը պետության անվտանգության ռեզերվային միջոց է։ Սահմանադրությանը հակասող դրույթ է, Սահմանադրության 14 հոդվածն ասում է զինված ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային սահմանների անձեռնմխելիությունը։ Այսինքն Վիրանք է, սա զրպարտություն է, ինչ է։ Չէ, ինչն է վիրավորանք։ Բայց կասեք վիրավորանք, ձեր կարծիքով վիրավորանքն ու զրպարտությունը որ դրվագին կարող վերաբերել։ Ես հարցը ձեզ եմ տալիս։ Չէ, ես կարծում եմ, որ ես իմ խոսքում որևէ մեկին որ վիրավորել եմ, ոչ է զրպարտություն։ Իսկ ունեք փաստեր, որ Սրբուի Գալյանը Ալիևի ցուցումով է գրում սահմանադրություն կամ Ալիևի համար է գրում սահմանադրություն, եթե դիցում Տիկին Գալյանը որոշի, ասենք, քաղաքացի ներկայացնել։ Եթե ներկայացնի Դատարանում կարող եք ապացուցել, որ նա Ալիևի ցուցումով է։ Եթե ներկայացնի քննարկենք, ես քանի դեռ այդ հայցը չկա, այդ հայցի պատասխան դիրքորոշում չեմ կարող ներկայացնել։ Երբ որ հայցը լինի, Պարոն Ղազարյան, եթե համանման մի մեղադրանք էլ ձեզ հասցեագրվեր, դուք հայց կներկայացնեիք նման բառապաշարով։ Հիմա ճիշտ ասած ես պատրաստում եմ Վահագն Ալեքսանյանի իմ հասցեին հնչած վիրավորանքների եւ Ռուբինյանի կապակցությամբ քաղաքայց ներկայացնել։ Այո։ Մի ճշտում են, իսկ ճիշտ է Այդ ազգային ժողովին իսկ նորից Չինաստանից մի 2 տոննա սունկ բերելու, հալյուցինոգեն սունկ բերելու մասին այդ պատումը դուք եք պատմել պարոն Սամվել Կարապետյանին, նա էլ հավատացել է ձեր պատմածին եւ իր տանը ճեպազրույցի ժամանակ պատմում էր որպես ճշմարիտ։ Ես չգիտեմ թե տեղեկությունը դուք որտեղից եք ստացել, կարծում եմ ճիշտ կլինի այդ տեղեկության աղբյուրից ճշտել դրա հավաստիությունը։ Ես դա չեք պատմել։ Ես ասում եմ լավ կլինի, որ դուք ումից որ լսել եք, եթե դուք ասացիք, որ ինչ-որ մեկից լսել եք, չէ՞։ Դա ինձնից չեք լսել։ Այո, ումից որ լսել եք, փորձեք իրանից հավաստիացումներ ստանալ, թե ինքը ինչով է ապացուցում, որ այդ պատմության Մի հարց է, իսկ դուք պարոն Կարապետյանից փորձել եք ճշտել ինքը այդ պատմությունը ումից է լսել։ Չէ, ես չեմ ճշտել։ Ես բավարարվել եմ միայն այդ պատմության մասին պարոն Կարապետյանի պատմով։ Պարոն Ղազարյան, Թալանի մասին խոսելով քպականները հերթով, հա, այսքան օրենքը այդ եւ սահմանադրությունը այդպեսի բան չի տալիս, որպեսզի տարանջատեն 3-րդ հանրապետություն, 4-րդ, 5-րդ, 6-րդ հանրապետություն։ Հետո իհարկե Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, դուք հնարավորություն չունեցաք արձագանքելու, եթե չեմ սխալվում, դուք եք, չէ՞, այդ հարցը բացրեցիք։ Ինքը ասաց, բա այդ ոնց է, որ 3-րդ հանրապետություն անվանումը տալիս ենք, բայց 4-րդ հանրապետություն չենք կարող տալ։ Բնականաբար մենք հասկանում ենք, որ ինքնիշխանությունը կորցնելուց հետո հանրապետությունը, հա, ինքնիշխանությունը վերականգնելու դեպքում արդեն 3-րդ հանրապետություն ոչ կա, բայց Նիկոլ Փաշինյանը այդպիսի հարց հնչեցրեց եւ Լսեք, հիմա որպեսզի ձեզ պատասխանեմ, օրինակ բերեմ։ Կարող եք Հայաստանից բացի ասել ուրիշ մի պետության անվանում, ես նկատի ունեմ նախկին խորհրդային միության հանրապետություններից, որոնք իրենց հանրապետությունը համարակալած։ Ասենք օրինակ Ադրբեջանի այսօրվա հանրապետությունը, որ երրորդն է։ Ասենք հիմա Ադրբեջանը խնդիր դեր, այս ամեն ինչ այս խոսույթը ձևավորվել է հետ պատերազմյան շրջանում, չէ՞։ Մի քանի կապիտուլյացիաներից հետո եւ բացատրվում է Ադրբեջանի հետ հարաբերությունների հանգամանքով, ճիշտ է։ Հիմա Ադրբեջանում Իլհամ Ալիևը ստեղծում է Ադրբեջանի 4-րդ հանրապետությունը։ Այնտեղ ոնց որ համարներ չկա։ Այնտեղ ուղղակի պետություն Որտից է, ասենք որտեղ պետք որ ասում եք երրորդը, որտեղ գրած։ Մեր պետությունը հիմա Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ է, ճիշտ է։ Այդ սուբյեկտը երբ է ձևավորվել այդ անվանումը 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով։ Այնտեղ ասում է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման գերագույն խորհուրդը, չէ, որում այդ ընդունողը ՀԽՍՀ 12-րդ գումարման գերագույն խորհուրդն էր, որ այդ հռչակագրի ուժով դարձավ առաջին գումարման գերագույն խորհուրդ։ Ասում է, որ գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության մեկնարկը, սկիզբը եւ ստեղծում է պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Կրճատ անվանումը Հայաստան, չի ասում առաջին հանրապետություն, երրորդ հանրապետություն, երկրորդ հանրապետություն։ Պետությունը ունի անվանում։ Եվ այդ նույն հռչակագրում ասում է
Այս հռչակագիրը 12-րդ կետն է, հիմք է հանդիսանում նոր սահմանադրության մշակման, սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու, օրենսդրության կատարելագործման, ինչպես նաև պետական իշխանության մարմինների գործունեության համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ նոր կշտացավ դուրս եկավ այստեղից, Աստված միշտ կուշտ պահի։ Հիմա ինքը այս պետության ծառայող է։ Եթե ինքը չի ուզում ծառայի այդ պետությանը, որը ստեղծվել է այդ հարցը, կարա տենց էլ ամեն մարդ չի, որ ուզում է ծառայի մեր պետությանը, ճիշտ է։ Կարա լինի մարդ, որը չի ուզում։ Եթե ինքը չի ուզում, պետք է հրաժարական տա իր զբաղեցրած պաշտոնից եւ գնա այլ երկիր, ասենք, որտեղ կարող է, չգիտեմ, ասենք Իլհամ Ալիևը, չնայած չեմ կարծում, որ ինքն այդ սխալ կադրային որոշումներ կայացնի, բայց ասենք կարա նշանակի իրան մի հատ գյուղի գյուղապետ Ադրբեջանում, չնայած նորից եմ ասում, չի անի, նա չի անի։ Հա, եթե նա չի ուզում այս երկրին ծառայել, ուրիշ երկրի, այս երկրում ով ծառայեց այս երկրին, նա պարտավոր է այդ դրժնա, այդ պետությունը դրա համար է ստեղծվել։ Չես ուզում մի ծառայ մեր երկրին, թող մենք մեր երկրին կծառայենք։ Ու մինչև հիմա բոլորը ծառայել են, մեկը լավ, մեկը վատ, մեկը թերություններով, մեկը ձեռքբերումներով։ Ինքը կործանում է մեր երկիրը, հասկանում եք, մենք վստահ երեկվա այդ քննարկումներից կառավարության ծրագրի ես եկել եմ մի եզրակացության։ Հայաստանում հաստատվել է ադրբեջանական իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը փաստացի գերության մեջ է։ Հայաստանի, ասենք, մյուս ղեկավարները Արցախի ոնց են հիմա Բաքվի բանտում, չէ, իրան էլ ասել է Դուբայում հանդիպեցին, չէ, 5 ժամ առանձնազրույց ունեցել։ Ոչ մի մարդ ներկա չի եղել, նույնիսկ հայաստանյան այլ պաշտոնյա ներկա չի եղել Վաշինգտոն գնալուց առաջ, գնաց սկզբից ուր Ստամբուլում հանդիպեց Էրդողանին, մի օր առաջ Ալիևն էր գնաց։ Եկավ գնաց Ալիևի Աբու Դաբիում հանդիպեցին, 5 ժամ առանձնազրույց ունեցել։ Գնացել են Վաշինգտոն թղթերը ստորագրել։ Այսինքն փաստացի ասում է, ես քեզ հիմա չեմ ձերբակալում։ Որովհետև այն մեղադրանքով, որ ձերբակալել է Արցախի ղեկավարությունը, այդ բոլոր մեղադրանքները իրան վերաբերելի է։ Մենք ասում ենք Արցախին $1 միլիարդ փող եմ տվել, այսինքն ինչ, ապօրինի ռազմական կառույցից ֆինանսավորել։ Ինքը գնացել է, չէ՞, այնտեղ։ Պատերազմական գործողության ժամանակ 44-օրյա պատերազմի հոկտեմբերի 6-ին եղել է, չէ՞, Արցախում։ Բայց գնացել են դե ինչ էր անում։ Այդ մեղադրանքը իրան վերաբերել է, չէ՞, իմ Ալիևն ասում է, ես քեզ չեմ բռնում, մի բանի նպատակով, որ դու քո ֆունկցիաները կատարես։ Նա էլ կատարում է։ Շնորհակալություն։ Ես եմ շատ։